Բարև ձեզ։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթորի հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ բռնայուրացման Ադրբեջանի քաղաքականությունը 2020-2025 թվականներին ուսումնասիրությունը։ Այսօր մեր տաղավարում մենագրության հեղինակ պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր մենագրության ընթերցումը ընթերցողի մեջ մի ընդհանուր դրույթի է հանգեցնում, որ Արցախի հանրապետության մշակութային ժառանգության, հատկապես քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը կամ բռնայուրացումը կամ եղծումը, ինքնության եղծումը ոչ թե պարզապես ռազմական գործողությունների անցանկալի հետևանք է, այլ մտածված պետական ծրագիր։ Եթե դա այդպես է, եթե այդ ընթերցողական տպավորությունը սխալ չէ, ապա դա արդյոք դուրս չէ արդեն նույնիսկ Արցախի հանրապետության եւ Արցախահայության հանդեպ ռազմական հանցագործության տիրույթից։ Շատ բարի, շնորհակալ եմ հրավերի եւ հարցադրման համար։ Այո, մենագրության եւ ուսումնասիրության ողջ առանցքում Կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը եւ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, յուրացումը, այլափոխումը, այլ հանրույթներին վերագրումը, միջազգայինորեն այն պղծումը ոչ թե ռազմական գործողությունների ներհատուկ հետևանք է, այլ հստակ ծրագրավորված եւ պետականորեն իրականացվող քաղաքականություն։ Նախ ինչու է սա վտանգավոր, որովհետեւ այս քաղաքականությամբ ժառանգության ոչնչացումը մոտենում է անգամ ցեղասպանական հայեցակարգին, քանզի ցեղասպանության կոնվենցիան, միջազգային քրեական դատարանի նաև այն դրույթները, որոնք ցեղասպանություն են համարում, մարդկության դեմ ծանր հանցագործությունները, այդ հայեցակարգերի ուսումնասիրության մեջ բնականաբար ժառանգությունը ունի իր ուրույն տեղը, այսինքն ժառանգության ոչնչացումը զուգորդվելով բռնի տեղահանության, պատերազմական հանցանքների հետ կարող է համարվել ցեղասպանություն։ Ներողություն եմ խնդրում, այսինքն եթե անգամ Արցախահայերի բռնի տեղահանումը, էթնիկ զտումը չլիներ, միայն հուշարձանների նկատմամբ գործողությունները բավարար էին որակելու դա ցեղասպանական գործողություն։ Այո, ցեղասպանական հայեցակարգի մեջ է դիտարկվում մշակութային ժառանգության ոչնչացումը, քանզի այն ոչ թե ներկա կեսընթացի սպառման աղբյուր է, այլ անցյալից եկած արժեքներ, որոնք պետք է փոխանցվեն ապագա սերունդներին։ Այսինքն ժառանգությունը մի երևույթ է, որ իր մեջ կրում է ժողովրդի հավաքական ինքնությունը, եւ հետեւաբար մեկ ժառանգություն ոչնչացնելը հավասարազոր է կոլեկտիվ հանրույթի պատմական հիշողությունը կամ հոգեկան տրավմայի ենթարկել, այսինքն մենք ոչնչացնում ենք խմբի հավաքական ինքնությունը եւ հենց սրանով է այն մոտենում ցեղասպանական հայեցակարգին։ Բացի դա նաեւ Կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ հանցագործությունը պետք է կազմակերպված եւ ծրագրված լինի։ Այս առանցքը մենք ապացուցում ենք հետեւյալ պնդմամբ, որ Արցախի մշակութային ժառանգությունը մշտապես պատերազմի մեջ է եղել, անկախ նույնիսկ ռազմական գործողությունների առկայությունից եւ բացակայությունից։ 88-ից 94 թվականների պատերազմական գործողությունների ընթացքում եւս ժառանգության ոչնչացումը անմասն չէր, թե Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Խազանչեցոցն էր վնասված, թե Վանքասարի եկեղեցին, թե Ծիծեռնավանքը եւ մի շարք այլ հուշարձաններ։ Այնուհետեւ ամենասարսափելի մշակութային սպանդին մենք ականատես եղանք 98-ից 2006 թվականների ընթացքում, երբ Նախիջևանում ոչնչացվեցին 10,000 խաչքարեր, 20,000 տապանակարեր եւ առհասարակ Նախիջևանի քրիստոնեական 4-ից 19-րդ դարի ողջ ժառանգությունը, որը մոտ 100 պատմական եկեղեցիներ էին ընդգրկում։ Այնուհետև 2016 թվականի քարորյա պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ նաև Թալիշ եկեղեցու մատուրին նաև դիպուկ կատարվեց եւ արդեն ականատես եղանք 2020 թվականի պատերազմական գործողություններին, որոնք եթե անգամ ռազմի դաշտում մեկընդմերթ դադարել են, ապա իրականության տիրույթում մշակութային ոլորտում դրանք մինչ օրս չեն դադարել եւ վերջին դեպքին մենք ականատես եղանք մի քանի օր առաջ, երբ Մարտունիում ոչնչացվեց Արցախյան ազատամարտին եւ հայրենական մեծ պատերազմին նվիրված
հուշահամալիր է։ Եվ քանզի շատ հաճախ այս հուշահամալիրները նաև որպես ընդհանուր համալիրներ են լինում, որոնք նվիրված են լինում նաև հայոց ցեղասպանությանը, շատ հաճախ համալիրի մաս է կազմում նաև տարբեր խաչքարեր, ապա մենք պետք է ասենք, որ անգամ Արցախահայերի բռնի տեղահանությունից հետո մինչ օրս մենք ունենք մի շարք համալիրներ նմանատիպ, որոնք վանդալիզմի եւ ոչնչացման զոհ են դարձել։ Ներողություն, երբ հատկապես պատերազմի ժամանակ 2020 թվականը երբ թիրախավորվում էին հիմնականում եկեղեցիները ու նաև դրանից հետո ոչնչացվում էին էլի հիմնականում եկեղեցիներ, տպավորություն էր, որ հատկապես քրիստոնեական կրոնական կառույցների նկատմամբ կա այդ հակահայկական քաղաքականություն, թիրախային նպատակային, բայց ամեն դեպքում կրոնական կառույցների։ Հետո մենք սուղ, բայց տեղեկությունները սկսեցինք արդեն ստանալ, որ բռնատեղահանությունից հետո հատկապես այդ տեղեկությունները գնալով սուղ են, ոչնչացվում են հայրենական պատերազմի հուշարձաններ, ոչնչացվում են ամբողջական գյուղեր, բնակավայրեր պարզապես։ Սա նույնպես տեղավորվում է Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ եւ արդեն դուրս է գալիս այն հայեցակարգից, որ տպավորություններ թե հիմնականում Արցախի հայկական քրիստոնեական հուշարձանների հանդեպ կա այդ վերաբերմունքը եւ պատմությունը ջնջելու այդ ցանկությունը։ Այդ դեպքում հայրենական պատերազմի հուշարձանը ում էր խանգարում։ Սկսեմ հարցի սկզբից, այո, Ադրբեջանը ընդգծված քաղաքականություն է վարում քրիստոնեական արժեքների, եկեղեցիների, պատմական գերեզմանոցներում առկա խաչքարերի եւ նաեւ Արցախյան ազատամարտին նվիրված խաչքարերի, առանձին հերոսների հուշարձանների նկատմամբ եւ այս քաղաքականությունը վարում է պետական կերպով եւ մենք ականատես ենք եղել ամբողջ աշխարհը, որ Անար Քերիմովը հենց մշակույթի նախարարը նախաձեռնել էր խումբ, որով պետք է ոչնչացվեն քրիստոնեական եկեղեցիների արձանագրությունները, բացի դրանից Իլհամ Ալիևը անձամբ ներգրաված է Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծիծեռնավանքի, Ծակուրի եւ Սուրբ Խաչվանքի այդ շարքը երկար կարող եմ թվել քրիստոնեական եկեղեցիների աղվանացման պետական քաղաքականությանը, որպես քաղաքական զենք օգտագործելով նաեւ Ադրբեջանում այս պահին ապրող ուդիներին, որոնք քրիստոնեական ինքնություն ունեն, նրանք էլ իրենց համարում են աղվանների հետնորդներ, բայց այս դեպքում Իլհամ Ալիևի ուղիղ ներգրավվածությունը, մշակույթի նախարարի, ինչպես նաև Կովկասի մշակութային ժառանգության կենտրոնի ղեկավարի Ռիվան Հուսեյնովի ուղիղ ներգրավվածությունը այս գործընթացին, բացի դրանից նաև երբ այս գործընթացը ցանկանում են միջազգայինորեն տեղայնացնել, ապա գործի են դրվում նաև տարբեր դեսպանատների ներկայացուցիչները, մասնավորապես Լեհաստանում դեսպանի միջոցով բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպում, այսինքն այն, որ ես սկզբում իմ խոսքի նշեցի, որ այո, այս քաղաքականությունը մոտենում է ցեղասպանական հայեցակարգին եւ ցեղասպանության համար պարտադիր չէ մարդկանց ֆիզիկական բնաջնջումը, այլ նույնիսկ բավարար է միայն կոլեկտիվ հիշողությանը դեմ հավաքական սպառնալիքները, հա, այն կոլեկտիվի ընդունել այն որպես ամբողջություն։ Այսօր մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե միայն Շուշիին է վերաբերում, միայն Հադրութին է վերաբերում, այլ Արցախահայության դեմ որպես կոլեկտիվ ամբողջություն։ Եվ բացի դրանից այս քաղաքականությունը պետականորեն է ֆինանսավորվում։ Բազմաթիվ միջազգային ցուցադրություններ եւ դա գաղտնիք չէ, որ ֆինանսավորվում են Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից։ Եվ ֆինանսավորման աղբյուրը մեկն է, հա, այսինքն այն պետության կողմից է ֆինանսավորվում։ Բացի դրանից այն, որ այն ծրագրավորված է, որովհետեւ մենք տեսնում ենք փուլ առ փուլ ինչպես է Ադրբեջանը հասնում իր ցանկալի նպատակին։ Այն հուշարձանները, որոնք չի կարող ֆիզիկապես բնաջնջել, ընտրում է այն յուրացնելու քաղաքականությունը աղվանացման։ Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանների համար Ադրբեջանը ընտրել է, որ այս քաղաքականություն, այս հուշարձանները օկուպանտական են, որովհետև հաճախ հայրենական պատերազմին
հուշահամալիրներին կից կառուցվում էին նաև Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ, այսինքն դա որպես համալիր, լանդշաֆտ հուշարձանային հաճախ կանգնեցվում էին նաև այլ հուշարձաններ եւ շատ հաճախ այս պատրվակով, որ այս հուշարձանները օկուպանտական են, այսինքն ստեղծվել են վերջին 30 տարիում, դա արդեն ուղիղ ազդակ է, որ նրանք արժանի են կամ պետք է ոչնչացվեն։ Սա բացահայտ կերպով իրականացվող խոսույթ է, սա հաճախ նաև լուսանկարահանվում է, տեսաձայնագրվում է եւ վանդալները շատ հաճախ այս բառապաշարով նաև հաղորդակցվում են հանրության հետ, որ մենք ոչնչացնում ենք, այս ժառանգությունը իրավունք չունի գոյություն ունենալ եւ բնականաբար հայրենական պատերազմի նվիրված հուշարձանները շատ հաճախ որպես այս հուշարձանների Արցախյան ազատամարտի նվիրված հուշարձանների ոչնչացման հետևանք կամ հաճախ նաև թիրախային կերպով, որովհետև ոչ միայն հուշահամալիրներն են ոչնչացվում հայրենական պատերազմի, այլև ԽՍՀՄ պետական հանրային գործիչների հուշարձաններն են ոչնչացվում, որոնք խորհրդային տարիներին ունեցել են տարբեր դերակատարումներ։ Հայկական հետքի մասին կարող ենք խոսել։ Այո, հայկական չի թեման։ Ինչու, որովհետև հուշարձանները, եկեղեցիները, խաչքարերը այն անհերքելի ապացույցներն են տարածաշրջանի հայկական ինքնության, որոնք այսօր խոչընդոտում են Իլհամ Ալիևի ծրագրային քաղաքականությանը, տարածքի ինքնության փոփոխությանը։ Միակ խոչընդոտը այս պահին հուշարձաններն են։ Արդեն ցավոք։ Սովորաբար մենք ժառանգության մասին խոսելիս ավելի շատ հայեցակարգը ընդունում ենք որպես անցյալի արժեքավոր մի երևույթի մասին, վերաբերմունքը թեկուզ գնահատականը ներկայից, բայց որպես անցյալի մի կարևոր հուշարձանի։ Ձեր մենագրության հիմնական հայեցակարգ, այսինքն ժառանգությունը տեղավորված է ոչ թե պարզապես պատմական արժեքի եւ դրա կարևորության հայեցակարգում, այլ տեղավորված է բոլորովին նոր, գոնե ինձ համար որպես ընթերցող, միջազգային իրավունքի հայեցակարգում, այսինքն ինչ իրավունք է ոտնահարվել, նույնիսկ էական չէ այդ հուշարձանը որպես կառույց, ճարտարապետաշինարարական առումով կառույց, հոգևոր ապրումների կամ պատմականության առումով կառույց, ինչ որքան արժեքավոր է կամ պակաս արժեքավոր է, չի քննվում այդ տեսանկյունից, այլ դիտանկյունը վերցրած է իրավունքի խախտումը այդ հուշարձանի եւ հավաքական հիշողության հանդեպ կատարված բռնության ընթացքում։ Սա նոր մոտեցում է գիտության մեջ։ Նախ ես շատ հատուկ եք ընտրել այդ դիտանկյունը, ելնելով նաեւ այն ցավալի իրականությունից, որ այսօր այդպիսի խոսույթ կա եւ երբեմն նաեւ փաստարկված է այդ խոսույթը, որ միջազգային իրավունքը չի գործում։ Իրականում զգայական մակարդակում բնականաբար հուշարձանների տերը, այն արժևորողը, իրենց կենսընթացի մաս դարձնողը մարդիկ են։ Բայց չգիտես ինչու, երբ քննարկվում են հուշարձանների ոչնչացման կամ յուրացման խնդիրները, շատ հաճախ մարդիկ, որոնք այդ արժեքների ստեղծողն են եւ կրողը եւ սերունդներին փոխանցողը, կարծես դուրս են դրվում այդ կարևոր համակարգից։ Երբ ես որպես մշակութաբան հետազոտում եի այս խնդիրը, ես հանդիպեցի միջազգային տեսաբանների, նաև իրավական տարբեր կոնվենցիաների հստակ արձանագրումների, որ ժառանգությունը անկախտելիորեն կապված է այն ստեղծող եւ արժևորող հանրույթի եւ մարդկանց հետ։ Եվ ժառանգության ոչնչացումը մարդու իրավունքների խնդիր է։ Այսինքն այս պարագայում ժառանգության ոչնչացման հանձնառուն ով պետք է լինի, եթե ոչ այն իր մեջ կրող հանրույթը եւ հասարակությունը, չէ՞ որ ոչնչացված ժառանգությունն ինքն իրեն չի կարող պաշտպանել իր իրավունքները։ Հետևաբար տեսության մեջ դիցուկ Թոմաս Վայսը եւ Նինա Քոնելին բազմաթիվ աշխատություններ ունեն այս խնդրի հետ կապված, որ անգամ նշում են, որ ժառանգության կանխումով նույնիսկ հնարավոր է կանխել ցեղասպանությունը։ Իսկ ժառանգության ոչնչացումը արդեն ցեղասպանություն է։ Բացի դա նաեւ այս դրույթը կարմիր թելի նման անցնում է Հագայի կոնվենցիաներով, այո, նաև Ժնևի կոնվենցիաներով, այնուհետև մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայեցակարգերով, ինչպես նաև զարմանալիորեն նաև միջազգային քրեական դատարանի հայեցակարգային ողջ համակարգը խարսխված է այս խնդրի հիման վրա։
Քանզի օրինակ միջազգային քրեական դատարանը չի քննում հուշարձանների ոչնչացման առանձին դեպքեր, այլ քննում է համակցված հանցագործությունների, մարդկության դեմ ծանր հանցագործությունների խնդիրները եւ ժառանգությունը դիտարկում է պատերազմական հանցանքների, ուղիղ ցեղասպանությունների կամ բռնի տեղահանությունների ներհատուկ հետևանք։ Այսինքն ժառանգության ոչնչացումը օրգանապես կապված է բռնությունների եւ մարդկության դեմ, մարդկանության դեմ ուղղված հանցագործությունների հետ։ Սա գիտության մեջ թեև ոչ տեսական մակարդակում վերջին 50 տարիների ընթացքում քննարկված տեսություն է, բայց առաջին անգամ է այն համակարգված կերպով ներկայացվել նաև Արցախի հուշարձանների խնդրում եւ նաեւ իմ տեխնացուական ատենախոսության պաշտպանության հայեցակարգային առանցքում էր։ Ինչու ենք մենք դիտարկում հուշարձանների ոչնչացումը մարդու իրավունքների խնդիրների տեսանկյունից, որովհետեւ իրականում սա շատ բնական է, բայց այդ քաղաքականությանը տալ իրավական բնութագրեր թվում է թե բարդ է, բայց երբ խորանում ես խնդրի մեջ, ամեն ինչ այնքան պարզ է, այսօր մենք զրկված ենք Դադիվանք Գանձասար ամառաս այցելելու, ուխտագնացություններ իրականացնելու, աղոթելու հնարավորությունից։ Ինչ է սա, եթե ոչ մեր իրավունքների հիմնարար խախտում։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը իր 27-րդ հոդվածով է հստակ արձանագրում, որ հուշարձանների տարածքներ մուտք գործելու արգելքը, մշակութային համայնքային կյանքին մասնակցության արգելքը մարդու իրավունքների խնդիր է։ Բացի դա նույն ՄԱԿ-ը, որին շատ հաճախ ցիտում են, տարբեր դերակատարներ, հստակորեն նշում է իր դաշնագրերում սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների դաշնագրում 1966 թվականների դրանք երկուսում էլ 15-րդ հոդվածը հստակորեն արձանագրում է մշակույթի իրավունքի բազմաշերտ խախտումները։ Դրանք խախտվում են, այսինքն մարդու իրավունքը խախտվում է թե եկեղեցու պղծման դեպքում, որովհետև խոչընդոտվում է ճշմարտացի պատմությունը, թե ոչնչացման դեպքում, թե մուտքի արգելքի դեպքում, թե հետագայում այն սերունդներին փոխանցելու դեպքում։ Այսինքն այո, ես նաև շատ ուրախ եմ, որ ընթերցողի մոտ հասել է իմ ամենակարևոր գիտական ցանկությունը եւ դրույթը, որ այո, հուշարձանների ոչնչացումը մարդու իրավունքների խնդիր է եւ այսօր էլ եվրոպական խորհրդարանը բազմաթիվ բանաձևերով, նաեւ ոչ միայն եվրոպական խորհրդարանը, այլև Շվեյցարիայի խորհրդարանը, Նիդերլանդների խորհրդարանը, բացի դա նաեւ այսօր սկսել է Միացյալ Թագավորությունը հատուկ խումբ նախաձեռնել, որով հատուկ նախաձեռնությամբ պաշտպանում են Արցախի հուշարձանները, այս համակարգված, այսինքն միջազգային հանրության համակարգված մոտեցումը այն է, որ հուշարձանների ոչնչացումը մարդու իրավունքների խնդիր է։ Եվ շատ հաճախ եւ բնականորեն այն կապվում է նաեւ բռնի տեղանված արցախահայերի իրավունքների պաշտպանության կոնտեքստում։ Եվ եթե ոչ իրավունքների լիարժեք վերականգնումը, ապա մշակույթի իրավունքի վերականգնումը հաստատված է եւ օրինակ կամ պահանջ է բոլոր գործընթացներում, որոնք այսօր տեղի են ունենում։ Դուք եթե չեք լսել, միգուցե արդեն լսել եք, բայց կարծում եմ հաստատ կլսեք այնպիսի խոսակցություններ, քննարկումներ, որ ինչ իմաստ ունի այդքան գերագնահատելը միջազգային իրավունքի համատեքստը, եթե այսօր գետնի վրա միջազգային իրավունքը տեսնում ենք աշխարհում ինչ աստիճանի, նույնիսկ սարսափելիության աստիճանի չի գործում, այսինքն փաստացի իրականությունը, քաղաքական իրավիճակը, միջազգային իրավունքի անգործունակությունը այս աշխարհակաղակական գործընթացներում եւ նույնիսկ արցախահայերի բռնի տեղահանության եւ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը ոչ միայն հուշարձանների, որոնք քարեղեն կառույցներ են, նույնիսկ իրավունքների պաշտպանությունը այս աշխարհում երբ օրվա մեջ կարող է 150,000 միայն մեկ օրում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել, նրանք գոնե ֆիզիկապես անվտանգ եւ ողջ տեղափոխվել են Հայաստան, ինչ իմաստ ունի
այդքան զգայուն լինելը եւ այդքան գիտական ու անհատական ջանքեր թափելը այս թեման արձանագրելու եւ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ, մանավանդ որ չգիտենք ում ենք այդ պահանջը ներկայացնում։ Արդյոք դա այդպես է ձեր կարծիքով, նախ արցախահայերի իրավունքի տեսակետից էական է արդյոք մարդկանց քանակը, բռնության ձևը, որին ենթարկվել է նեֆտցեղասպանական գործողություն է համարվում, հուշարձանների, այսինքն մշակութային ժառանգության նյութական կողմը եւ այլն։ Եվ իսկապես արդյոք չի գործում միջազգային իրավունքը այսօր գոնե այդ հարցերում, մշակութային իրավունքի, կրոնական իրավունքի իրացման հարցերում։ Տեսեք, իրականում ես հստակորեն պետք է նշեմ, որ միջազգային հանրույթը նույնպես շատ զգայուն է եւ մենք շատ ենք թերագնահատում միջազգային հանրության արած գործողությունները եւ տպավորություն է, որ ոչինչ չի արվել, բայց ի հակադարձում այս պնդումների կամ կարծիքների ես պետք է նշեմ, որ միջազգային հանրությունը բավականաչափ գործել է եւ նույնիսկ այնպիսի դատարանում Հագայի արդար դատության միջազգային դատարանում մենք այսօր ունենք նախադեպային մինչ օրս ոչ մի կերպ, ոչ մի ժողովուրդների կողմից չբարձրաձայնված նախադեպային առաջնային որոշում, որով հուշարձանների ոչնչացման հարցը քննվել է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիային համահունչ։ Սա ՄԱԿ-ի կոնվենցիա է, այսինքն շատ հաճախ օրինակ նաև կան հակառակ պնդումները, որ դե մարդու իրավունքների եվրոպական դատարանում այո, հնարավոր են անհատական հայցեր եւ կամ եվրոպական խորհրդարանը հնարավոր է բանաձևերի կամ կոչերի մակարդակով, բայց ներեցեք, սա ոչ բանաձև է եւ ոչ էլ կոչ։ Մենք խոսում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կայացված միջազգային միջոցների իհարկե որոշման մասին, որտեղ հստակորեն prima facie, այսինքն առաջնային ապացույց է համարվել հուշարձանների ոչնչացումը իր ներհատուկ հետևանքներով։ Այսինքն դատարանի 14 դատավորներից 15 դատավորներից գոնե 14-ը համաձայն են եղել այն մտքի հետ, որ Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացումը ռասայական ատելության խնդիր է։ Սա մինչ օրս առաջին որոշումն է, որ առհասարակ այդ դատարանը այս կոնտեքստում քննել է։ Այս պարագայում նույնիսկ դատարանը առաջ է անցել ՅՈՒՆԵՍԿՕ-ից որպես հուշարձանների պահպանության կոմիտե եւ բացի դա նաեւ առաջ է անցել հուշարձանների պահպանության խնդրից, այն դիտարկելով որպես մարդու իրավունքների խնդիր եւ հուշարձանների ոչնչացումն էլ որպես հանրույթին ուղղված ռասայական ատելությունը իրագործելու արդեն նյութականացված ցուցիչ։ Այսինքն այս որոշումը չի կարելի թերագնահատել եւ սա ընդհակառակը մենք ողջ ուժով պետք է կարճենք նմանատիպ որոշումներից եւ առաջ տանենք այս գաղափարները։ Բացի դա, Եվրոպական խորհրդարանը, որը ժողովրդավարության աշխարհի մակարդակում երկրորդ ժողովրդավարական կառույցն է մարդկանց քանակի տեսանկյունից, 460 միլիոն մարդու ձայն է ներկայացնում, 2021 թվականից սկսած մի շարք բանաձևեր է ընդունել եւ խստագույնս դատապարտել է Ադրբեջանի ռասայական ատելության, էթնիկ զտման քաղաքականությունը։ 2021 թվականից սկսվեցին Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, առաջինը ռազմագերիներին էր ուղղված, բայց 16-րդ հոդվածը անդրադարձել էր հուշարձանների ոչնչացմանը, Շուշիի Ղազանչեցոցին, նաև աղվանացման քաղաքականությանը։ 2022 թվականին, երբ միայն ընդունվեց բանաձև միայն հուշարձաններին վերաբերող, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պարտադրել էին Ադրբեջանին հետաքննություն սկսել աղվանացման քաղաքականության տիրույթում եւ նաեւ առաջ էին բերել Անար Քերիմովի արձանագրությունները մաքրելուն ուղված այդ խմբակի կամ կազմակերպության ստեղծմանը։ 2024 թվականին, երբ բռնի տեղահանությունից հետո արդեն Եվրոպական խորհրդարանը հանդես եկավ, առաջին անգամ միջազգային ատյանը խոսեց էթնիկ զտման քաղաքականության մասին եւ որ այդ քաղաքականությունը կարող է
առաջացնել նաև անհատական քրեական պատասխանատվություն։ Այսինքն թե հուշարձանների ոչնչացումը, թե բռնի տեղահանությունը, եթե այն կազմակերպված է եւ պետականորեն, կազմակերպչական բնույթը երևում է, այն նաև ենթադրում է անհատական քրեական պատասխանատվություն։ Եվ ներեցեք, սա մենք չենք ասում, սա ասում է միջազգային հանրությունը։ Բացի դա, մենք նաև ունենք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հռչակագիրը։ Այո, այն հռչակագրի մակարդակում է չունի պարտադիր, պարտադրողական կամ դատապարտման ուղիղ ուժ, բայց այն ձևավորում է միջազգային խոսույթ, որտեղ խոսվում է, դատապարտվում է հուշարձանների ոչնչացումը։ Եվ բացի դա, մենք ունենք նաև Շվեյցարիայի խորհրդարանը, մենք ունենք նաև Ավստրիայի խորհրդարանի որոշումը, մենք ունենք նաև Նիդերլանդների խորհրդարանի որոշումը, եւ երբ մենք հավաքագրում ենք, բացի դա նաև ԱՄՆ-ի կրոնական ազատության հանձնաժողովը, երբ այս հատկապես ձեր հարցը նաև չէ սկզբնական ուղղված էր քրիստոնեական արժեքներին, խաչքարերին, ԱՄՆ քննարկելով եւ վերլուծելով այս խնդիրը, առաջարկել է Ադրբեջանին կոչել որպես կրոնական խտրականության եւ ռասայական ատելությունների մտահոգություն ներկայացնող երկիր։ Այսինքն սա կրոնական հանձնաժողովի կողմից ամենածանր որոշումն է կամ ամենածանր խոսույթն է, գնահատականն է, որ տրվել է։ Եթե մենք դիտարկում ենք միջազգային հանրության արձագանքը, մենք այո, մի կողմից ունենք հստակ գործիքակազմերի խնդիր, որով մինչ օրս հնարավոր չի եղել կասեցնել այդ գործընթացը, բայց մյուս կողմից մենք ունենք ձևավորված խոսույթ, որը ազդում է միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների ընկալման գործողությունների վրա, որը բացարձակ հայամետ է եւ ոչ թե հայամետ է, այլ ճշմարտության թևն է ներկայացնում եւ նաեւ շատ կարեւոր է, որ այո, հիմա Միացյալ Թագավորությունը, պարլամենտը նախաձեռնել է, ստեղծել է խումբ, որով նրանք որոշել են 5 փուլից բաղկացած ամբողջական մի փաթեթ կազմել առաջարկություններով, խնդրի վերլուծությամբ կոնկրետ վերաբերող հուշարձաններին, կրկին դիտարկելով այն նաև որպես արցախահայության կորսված իրավունքների եւս մեկ հարված։ Այսինքն, այդ դեպքում ձեր կարծիքով խնդիրը որտեղ է։ Փաստորեն ոչ թե չկա միջազգային արձագանք, նույնիսկ միջազգային իրավական արձագանք կա, այլ չեմ խոսում գնահատականների մասին, այլ չկա այդ արձագանքը քաղաքական օրակարգ բերելու կամք։ Այո, եւ դրա հետևանքով նաեւ, քանի որ քաղաքական օրակարգում չկա նաեւ մեդիա օրակարգում։ Այո։ Մենք շատ այդ մասին տեղեկացված չենք նույնիսկ որպես հանրություն։ Տեսեք, այն դրույթները, որ ես նշեցի, այս դրույթներին ծանոթ է նաև ադրբեջանական կողմը եւ սա նրանց վախերն են, որոնք ոչ քողարկված կերպով, բայց ունի նաև ադրբեջանական կողմը։ Սա մեր ուժեղ կողմն է, որովհետեւ եվրոպական միջազգային հանրույթը թե Միացյալ Նահանգների կտրվածքով, թե Եվրոպայի կտրվածքով, նաև առանձին երկրների տեսանկյունից շատ ավելի մանրակրկիտ կերպով եւ թե նաև անկախ ՀԿ-ների եւ կազմակերպությունների կողմից չմոռանանք նաև Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ինստիտուտը, որը ցեղասպանության կոնվենցիայի թե ստեղծման եւ թե հետագայում իրացման եւ այսօր աշխարհում տարբեր խնդիրների դիտարկման տեսանկյունից առաջնային ոչ պետական կառույց է համարվում, հասարակական կառույց է համարվում միջազգային մակարդակի, որ 10-ից ավել ահազանգեր է ուղղվել Ադրբեջան համարելով որպես ցեղասպանություն հրահրող, ցեղասպանություն իրականացնող եւ կրկին նույն հուշարձանների ոչնչացումը նրանք էլ են դիտարկել ցեղասպանական հայեցակարգում եւ այստեղ խնդիրը ոչ թե հուշարձանների քանակն է, դրանք 5-ն են, 10-ն են, բայց այդ քանակով նույնպես մենք ունենք արդեն ահռելի խնդիր, 240-ից ավել դեպքեր են արձանագրվել եւ այս մենագրության մեջ 2020 թվականից մինչ օրս ցավոք սրտի այս ամիսներին նույնպես շատացել են այդ դեպքերը, 240 արձանագրված դեպք կա վանդալիզմի, ոչնչացման, յուրացման, միջազգային ցուցահանդեսի կամ համալիրների, ամբողջական գյուղերի ոչնչացման եւ ցեղասպանական հայեցակարգ
հայեցակարգում, այսպես է մեկնաբանությունը, ոչ թե պետք է շատ հուշարձաններ ոչնչացվեն, որ մենք այն համարենք ուշադրության արժանի, ոչ թե պետք է միլիոնավոր մարդիկ մահանան, որ մենք այն համարենք ուշադրության արժանի, այլ ցեղասպանական հայեցակարգը տեղավորվում է այն խնդրի շուրջ, որ եթե հանցագործությունը, ագրեսիան, վանդալիզմը ուղղված է խմբի դեմ որպես ամբողջություն, սա արդեն ցեղասպանական գործողություն է։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի գործողությունները ուղղված են Արցախահայության դեմ որպես ամբողջություն։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի հուշարձանների դեմ ուղղված է որպես ամբողջություն, այն ունի իր փուլերը, այն ունի իր բաժինները, ոչնչացվում են եկեղեցիներ, խաչքարեր, պատմական գերեզմաններ, առանձին հերոսներին, մշակույթի գործիչներին նվիրված հուշահամալիրներ, թանգարաններ։ Ադրբեջանը ջանք չխնայեց նաև բռնի տեղահանությամբ կասեցնելու ոչնչական ժառանգությունը, կազմաքանդելու համայնքները, կասեցնելու արհեստների վերստեղծման գործընթացը։ Մենք տեսնում ենք, որ սա ամբողջական մի օրգանիզմ է, համակարգ, այսինքն Ադրբեջանի համակարգային գործողությունները ուղղված են Արցախահայության դեմ որպես համակարգի, եւ այստեղ չի քննարկվում մարդկանց թիվը, հուշարձանների քանակը եւ ցավի շատ կամ քիչ լինելու խնդիրը։ Դուք նշեցիք ձեր պատասխանի սկզբում, որ այդ արձագանքը միջազգային նաեւ Ադրբեջանի վախերն են, որ ինքը գիտի այդ մասին։ Իսկ կարծիքով մեր վախերը որոնք են։ Խաղաղության ձգտումը ամեն գնով ի վերջո ռացիոնալ եթե դիտարկենք, ինչպես ասում են, ընդունենք, որ ունենք այն ինչ ունենք, ապա միգուցե խաղաղության ձգտումն է մեր մեջ այդքան երկյուղ առաջացրել, այդքան մեծ ջատագովությամբ չպաշտպանելու մեր խախտված իրավունքները կամ չփորձելու վերականգնել, նույնիսկ ունենալով միջազգային հանրության գոնե որոշակի, բայց շատ կոնկրետ հենարան։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հանձնառու լինենք մեր իրավունքներին եւ մեր արժեքներին, որովհետեւ նույն միջազգային կոնվենցիաները, որոնք թե ստորագրել է Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, ոչ միայն միտված են դատապարտմանը, այլև միջազգային հանցագործությունների կանխմանը եւ հետագա ջրաղացին ջուր չլցնելուն, հա, այսինքն եթե այս ամենը ներվում է, եթե մի ողջ ժողովրդի բռնի տեղահանությունը, որը անգամ միջազգային քրեական դատարանում կարող է քննվել որպես մարդկության դեմ ծանր հանցագործություն, եթե այսքան եկեղեցիների ոչնչացումը ներվում է եւ ստացվում է, որ այո, ոչինչ չի եղել, սա նաեւ անարգանք է միջազգային իրավունքին, որովհետեւ միջազգային իրավունքը պահպանելու եւ իրագործելու դերակատար ենք նաեւ մենք բոլորս։ Հետեւաբար մենք պարտավոր ենք կանխել հետագա ցեղասպանությունները, մենք պարտավոր ենք բարձրաձայնել, մենք պարտավոր ենք դատապարտել։ Իհարկե կան նաև մտավախություններ, որովհետև խաղաղության հետագա գործընթացը կարող է նաև հանգեցնել հուշարձանների անտեսման, ոչնչացման կամ Ադրբեջանի ծրագրային քաղաքականության վերջնակետի հանգրվանին, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը չի դադարել։ Իսպառ ոչնչացնելը Արցախի տարածքի հուշարձանները, բացի դա նաև Ադրբեջանը ակտիվորեն սկսել է իսլամացման քաղաքականություն, մզկիթների կառուցում եւ մտավախություններից ամենամեծը այն է, որ պատմական քրիստոնեական լանդշաֆտը իսլամացվում է եւ Ադրբեջանը ջանքեր չի խնայում նաեւ այդ քաղաքականությանը օգնող ձեռքեր ներգրավելուն, թյուրքական աշխարհին է ներգրավում այս խնդրին, որովհետեւ եթե մենք այսօր ցիտում ենք եւ կարեւորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը, Ադրբեջանը այդ խնդրին էլ ունի լուծում եւ նրանք ակտիվացրել են եւ ստեղծել են ISESCO կազմակերպությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառույթներն է իրականացնում, բայց իսլամական աշխարհի մշակութային քաղաքականության տիրույթում, այսինքն կարծես թե իրենք դաշնակիցներով թյուրքական աշխարհի, որովհետև տեսել ենք, որ Շուշին օրինակ ներկայացրել են որպես թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, իսլամացմանն է միտված ողջ գործընթացը, լանդշաֆտն են վերափոխում։ Կարող է դա տարածվել Արցախի հանրապետության տարածքից դուրս։ Ինչու՞ չէ, եթե դա ծրագրային քաղաքականություն է, կարող է տարածվել, բայց ցավը նրանում է, որ մզկիթների հիմնարկեքերը արվում են այնտեղ, որտեղ
կան օրինակ հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրներ իրենց կողմից ոչնչացված վերջերս հենց Շուշիում թանգարան են հիմնադրում կամ դրոշի հրապարակ են կառուցում կրկին Արցախյան ազատամարտի հուշարձանների ոչնչացման տարածքում այսինքն իրագործում են լանդշաֆտի փոփոխման քաղաքականություն կոլեկտիվ տրավմա պատճառելով մարդկանց եւ երբ սա էլ ասեմ շատ կարեւոր է եւ երբ մենք դիտարկում ենք ցեղասպանական խնդիրը տարբեր գործընթացների մասին ես արդեն նշեցի չէ կազմակերպված լինելը համակարգված լինելը բայց նաեւ շատ կարեւոր է հանրույթին որպես ամբողջություն կոլեկտիվ տրավմա պատճառելը շատ հաճախ ցեղասպանություն է համարվում միայն տրավմայի պատճառումը հոգեկան ծանր տրավմայի պատճառումը խմբին որպես ամբողջություն իսկ ժառանգության ոչնչացումը քրիստոնեական դարավոր արժեքների ինչ է, եթե ոչ կոլեկտիվ տրավմա եւ շատ հաճախ մենք պետք է նաեւ շատ զգուշ եւ նրբանկատ լինենք այդ տրավմաների հաղթահարման ճանապարհին, որովհետեւ մենք չենք կարող հերքել, որ այդ տրավմաները կան եւ դրանք քայլում են այդ մարդկանց հետ եւ փոխանցվում են կոլեկտիվ անգիտակցական մակարդակում նաեւ սերունդներին եւ սերունդների ցանկությունը պահպանելու իրենց ինքնությունը մենք հիմա կրում ենք նաեւ 1915 թվականի ցեղասպանության տրավման, այո չենք տեսել, բայց դա կոլեկտիվ անգիտակցական կերպով փոխանցվում է մեզ եւ հետեւաբար այդ տրավմատիկ գործընթացները ցեղասպանության ցավով մխրճված այդ մարդկանց մեջ շարունակելու են եւ մենք չենք կարող պարզապես անտեսել այդ ցավի գոյությունը ամեն դեպքում իրատեսական համարում եք իրավունքի պաշտպանության արդյունքում որոշ գործնական հաջողությունների հասնելը օրինակ շատ պարզ թեկուս հարցերում թույլատրություն ստանալը ընդհանրապես միայն այցելելու ենթադրենք Արցախի իսկ որպես իրավունքի իրացում ուխտագնացությունների մակարդակով այցելելու եկեղեցիներ իսկ առանց քաղաքական քարտեզի հետ աշխատանքի որը շատ բարդ է պարզապես իրացնել մարդու իրավունքը որոշ չափով գոնե Իմ պատասխանը բաղկացած կլինի երկու առանցքից, մեկը որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է իր առաքելությունն ուղարկի եւ հուշարձանները պետք է ցուցակագրվեն եւ գույքագրվեն իրենց այն տեսքով, որը գոնե մինչ օրս կան, սա կնպաստի, որ արձանագրությունները պահպանվեն, խաչային հորինվածքները պահպանվեն եւ գոնե այն ինչ որ կա միջնադարյան քրիստոնեական ժառանգությունից պահպանվի։ Եվ հետագայում արդեն եթե Ադրբեջանը փորձի այն աղվանացնել կամ արձանագրությունները քերել, ապա մենք կունենանք հստակ ապացույցներ արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված կանխելու այդ process-ը եւ հուշարձանները պահպանելու իրենց իսկությանը եւ ամբողջականության հետ միասին։ Եվ երկրորդը, որ դուք շատ ճիշտ կերպով նշեցիք, դրանք որպես մեղմող թե կոլեկտիվ տրավման եւ թե հուշարձանների կենսունակությունը բարձրացնող եւ թե նաեւ աղվանական թեզը չեզոքացնող ադրբեջանական թեզը չեզոքացնող գործընթաց է ուխտագնացությունների իրավունքի իրացումը, որը դերևս 2024 թվականին ես բարձրացեցի Եվրոպական խորհրդարանում, այնուհետև այս խնդիրը նաեւ քննարկվեց տարբեր գիտական աշխատություններում, նաեւ տարբեր նիստին վերջերս հոկտեմբերին ես բարձրացրեցի այս խնդիրը, սա այն անմեղ եւ այն պարտադիրների շարքից եւ այն հումանիտար իրավունքն է, որի իրացումը չպետք է խոչընդոտի ոչ խաղաղության գործընթացին եւ կարող է մեղմել նաեւ մարդկանց կոլեկտիվ տրավմաները, հաղթահարման ճանապարհը եւ երկարաժամկետ հեռանկարում նպաստել որոշակի դրական եւ հանդուրժողականության հեռահար ցանկությունների իրագործմանը։ Այո, ուխտագնացությունների իրավունքը այս պարագայում պետք է իրագործվի միջազգային դերակատարների անպայմանորեն ներգրավվածությամբ եւ գոնե Արցախի տարածքի ամենակարևոր հուշարձաններ Դադիվանք, Գանձասար, Ամարազ, սա հենց մշակույթի իրավունքի ռեալիզացման եւ իրացման հնարավորությունն է, որը նաեւ միջազգային իրավունքի պահանջն է, որը պահանջել են նաեւ վերջերս Եվրոպական խորհրդարանի առանձին պատգամավորներ Միրիամ Լեքսմանը, Անդրեյ Կովաչովը դիմելով խորհրդարանի նախագահին մի կողմից որ թույլ տվեք մարդկանց այցելել իրենց հուշարձաններ եւ մյուս կողմից 24/7 ժամով տեսահսկում իրականացրեք տարածքում հետագա վանդալիզմը կանխելու եւ հուշարձանները պահպանելու կոնտեքստում։ Բացի դա ես մի կարևոր նախադասությամբ կուզեի եզրափակել իմ զրույցը, որ հուշարձանների պահպանությունը մեր պատիվը եւ պատասխանատվությունն է եւ այս պատվից ոչ մի քայլ հետարկում չպետք է լինի։
Շնորհակալ եմ կարևոր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ բռնայուրացման Ադրբեջանի քաղաքականությունը մենագրության հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանն էր։ Զրույցները կշարունակվեն։ Ամենայն բարիք։